Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Վարդանյան, մի հարց ես տամ, տեսեք, դուք ասում եք, որ այս պահին իմպիչմենտի գործընթացը լուրջ չի համարում երկրորդ նախագահ եւ նույն ժամանակ ասում եք, որ մենք ծառայողի ներկայացում պատրաստ ենք ապահովել ցանկացած գործընթացին։ Դուք համարում եք, որ հերթական Հայաստանում որևէ ընտրության իշխանություն փոխվել է, եթե այդ դեպքում ինչու ինքներդ չեք նախաձեռնում, ասենք փողոցային պայքար։ Տեսեք, ժողովուրդ ջան, այս ընթացքում առնվազն 3 խոշոր փողոցային շարժում է եղել։ Եթե հիշում եք, առաջինը հայրենիքի փրկության շարժումն էր։ Հայրենիության փրկության շարժումը համակարգում էր մեր խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը։ Վազգեն Մանուկյանը թեկնածուներ, առաջնորդներ, շարժումը համակարգում էր Իշխան Սաղաթելյանը, շարժման համակարգմանը մասնակցում էին երկրորդ նախագահը, երրորդ նախագահը, Վազգեն Մանուկյանը, Արթուր Վանեցյանը, Գագիկ Ծառուկյանը, 6 հոգի հիշում եք։ Հայաստան դաշինքի դերակատարությունը այդտեղ երկրորդ խոշոր շարժումը, դիմադրության շարժումը դարձյալ համակարգում էր Իշխան Սաղաթելյանը, Հայաստան դաշինքը եւ երրորդ սրբազան շարժումը արդեն իհարկե սրբազաններ առաջնորդել, սրբազաններ սկսել, բայց էլի Հայաստան դաշինք այդտեղ ուներ առանցքային դերակատարություն։ Ի վերջո հիշեք նաեւ այսպիսի արտահայտություն կար, չէ՞, մաշեցնելու ենք մինչև քոքը։ Հիմա նայեք այսօրվա այս տղայի վարկանիշը եւ կարծես թե մաշեցնելը հաջողվել է բավականին։ Մենք միայնակ չենք արել դա։ Հանրապետական կուսակցությունը բոլոր այդ շարժումների ժամանակ աջակցել է, մասնակցել է, այնպես որ կարծում եմ, որ դրա պատասխանը կա։ Հայաստան դաշինքի մասին ենք խոսում եւ ապագայի մասին էլ ասվել է բոլոր հնարավոր պարագաներում, այդ թվում փողոցային շարժման։ Պարոն Վարդանյան, չեք համարում, որ ինքներդ մաշվեցիք։ Հայաստան դաշինքը տեխնացու չունի։ Խնդիրը ինչու՞ն է, որ տեխնացուի շուշնախ համաձայնության չեք այլ։ Ես իմ խոսքի մեջ ասացի, չէ՞։ Չի առաջադրում տեխնացու նշանակում է, որ վստահ չի իր առաջնորդի հաղթանակի վերաբերյալ, այլ թվում որ քպականները ոչ միայն իրեն չեն ընտրի, այլև հանրային վստահություն չունի եւ ներողություն եմ խնդրում, բայց դուք սխալ հետևություններ եք անում։ Հիմա եկեք այսպես պատկերացնենք, մենք ինչ ենք ասել ենք թող լինի այդ 36-ը, 36 ստորագրությունը, ում անուն ուզում եք բերեք, մենք միանում ենք։ Հիմա ձեր կարծիքով ում անունը որ բերեն այդ համախմբում, այդ շարժում, այդ փողոցային բանը լինելու է, նորից եմ ասում, մեր հայտարարության ես ավելացնելու բան չունեմ։ Իսկ ինչու չի լինի այդ համախմբումը։ Ժողովուրդը չի ուզում, ոչ Ռոբերտ Քոչարյանին, ոչ Սերժ Սարգսյանին, ոչ նրանց հետ կապակցված որևէ մեկին։ Այս 7 Տեսեք, ես մի սարսափելի բան եմ նկատում, էլի։ Հիմա ով է այսօր խոսում ժողովրդի անունից եւ միշտ է խոսել ժողովրդի անունից։ Նիկոլ Փաշինյանը, այսօր ժողովրդյանից խոսում են Էդգարն ու Նարեկ Մալյանը, հիմա էլ դուք եք խոսում ժողովրդյանից։ Ես ուղղակի տանել չեմ կարողանում այն մարդկանց, ովքեր խոսում են ամբողջ ժողովրդի անունից։ Դա իլյուզիա է, ֆիքցիա է, ձեր փոքր որ կիսադարած հրապարակները, ոչ ընդդիմության հրավիրած հավաքներին եղել է ավելի շատ մարդ, քան Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին։ Այո, փոխվեց այն, որ Սրբազանը իրավական խոչընդոտներում է։ Չէ, դա շատ վաղուց էր։ Այսինքն երբ որ Հարությունյանը ասում էր, որ Բագրատ Սրբազանն է վարչապետի տեխնացու, ըստ էության գիտենալով որ կա իրավական խնդիր, միևնույն է Հարությունյանը դա էր մատուցվում։ Գիտեք, ի վերջո հանրության մեծամասնությունն է որոշում։ Ես շատ վստահ չեմ, որ 2018 թվականին, եթե հանրությունը այդքան համախմբված կամ խապված չլիներ, Նիկոլ Փաշինյանը կարող էր դառնալ վարչապետ։
Այդ մասին չխոսենք 1000 ուրիշ։ Բայց ինչու եք բոլորդ միասին խոսում։ Համեցեք։ Ինչ կարծում, որ իմպիչմենտի համար չկա բավարար նախադրյալներ։ Օրինակ մայիսի 9-ին մենք տեսանք լեցին հրապարակ, հանրացեցին հրապարակը ամբողջովին ելտ է։ Ի՞նչն է խանգարում այդ մասային պետքին հարավին ճնշում գործադրել։ Դե իմ այդ ասացի, 3 խոշոր շարժումներ են եղել, այդ 3 խոշոր շարժումների մեջ ամենամեծ դերակատարություն ունեցել է Հայաստան դաշինքը։ Հիմա մեզ ասել են, որ կա ծրագիր մինչև 26 թվական, այդ ծրագիրը կլինի, կքննարկենք եւ կմասնակցենք։ Ով է ասում հիմքեր չկան։ Մեր խմբակցության հայտարարության մեջ հստակ գրված է առաջիկ արդեն պարբերությունում, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն իմպիչմենտ հայտնելու իրավական, քաղաքական ծանրակշիռ հիմքերը առկա են։ Նախադրյալներ ասում եք ժողովուրդը պետք է, բայց ժողովուրդը գուցե հավատվում է, սպասում է ձեր պատասխանին, որ հրապարակում ու քաղաքականներին ճնշի։ Դե դրա համար էլ ասում ենք, երբ որ կլինի 36 ստորագրություն, մենք մեր ստորագրությունները կմիացնենք, կդառնա 36 ստորագրություն եւ կտեսնենք։ Ինչու եք սպասում, որ դա Ղազարյանն ու Նարեկ Մանյանը դա անեն, գուցե Հայաստան դաշինքը դա անի, ջան գործողի մասնակցից Նորից պիտի կրկնեմ իմ ամբողջ գրավոր խոսքը։ Նորից կարդացեք, հետևություններ կանեք։ Ցախողվեցին այդ հանրավակները, այդ շարժումները, որովհետեւ միգուցե դուք եք մաշվել, պարոն Վարդան, ձեր ռեյտինգները են մաշվել։ Կամ այդ ընթացքում մաշվել։ Նախ սովորեք։ Կա գուցե բառ եւ կա միգուցե բառ։ Գրափարում գուցե նշանակում է հնարավոր է լինի, միգուցե նշանակում է հնարավոր չէ չլինի։ Սա ինձ թող խնդրում եմ ճիշտ օգտագործեք, սա իբրև խորհուրդ ձեզ բանասերի կողմից։ Կա այստեղ մի խնդիր։ Այս իշխանության բնույթը, տեսակը, իմ խոսքի մեջ ես էլ ասացի, չէ՞, ինչպիսի իշխանություն մենք ունենք։ Գիտեք փողոցային շարժման ճնշման բոլոր դեպքերը, գիտեք ուժային կառույցների, բոլոր ուժային կառույցների ենթակայությունը ստրկական մեկ մարդու։ Ինչու հնարավոր եղավ 18 թվականին ժողովրդային ավելի սրբազան շարժումից փոքր ճնշման դեպքում իշխանափոխություն, որովհետև իշխանությունը պատրաստ չէր գնալ այնպիսի քայլերի, ինչպիսին պատրաստ է իշխանությունը պահելու համար այս իշխանությունը։ Սրանց հեռացնելու համար շատ ավելի մեծ ճնշում եւ շատ ավելի մեծ շարժում է անհրաժեշտ։